Ցավով չեմ կարող չհամաձայնել ձեր հետ, ցավով։ Որտեվ ստացվում է այո, որ հենց իշխանության արշալույսին Նիկոլ Փաշինյանը փաստորեն մի հատ համակարգ է ստեղծել կոմպրոմատների, ձայնագրությունների, որով երկու խնդիր է լուծում։ Մի կողմից հնազանդ է պահում իր թիմին։ Մենք հիշում ենք, չէ, որ 44 օրյա ավերիչ պատերազմից հետո մի շարք մարդիկ ԿՊ-ում ընդվզել են եւ հիմա անուններ չտան, բոլորն են ինչի մասին եմ խոսում։ Ընդվզել են եւ պատրաստվում էին հեռանալ ԿՊ-ից, հետո գործի դրվեցին ինչ-որ կոմպրոմատներ, այդ մարդիկ հիմա ամենաջերմեռանդ ԿՊ-ականներն են։ Եվ վերջապես այդ ձայնագրությունները կամ կոմպրոմատները օգտագործվում են ընդդիմության դեմ, առնվազն այսպիսի գործեր հարուցելու նպատակով։ Սա սարսափելի մի հեռանկարի մասին է խոսում, սա նրա մասին է, որ մենք գտնվում ենք խոր ավտորիտարիզմի մեջ։ Եվ սա արդեն որևէ աղերս չունի դեմոկրատիայի, մարդու իրավունքների հետ։ Մի երկրում, որտեղ այլախոհությունը քրեական հանցագործություն է համարվում, եթե այդպես չլիներ, ապօրինաբար ազատությունից զրկված չէին լինի սրբազանները, Սամվել Կարապետյանը, Կոչուբաևը եւ այլն, հա։ Մի երկրում, որտեղ ուրեմն այլախոհությունը համարվում է քրեական հանցագործություն, ուրեմն այդ բոլոր հորի դրսևորումները, գաղտնալսումներ, հետապնդումներ, սպանություններ, քաղաքական մոտիվացիա ունեցող կալանավորումներ, այդ բոլորը տեղ են գտնելու։ Բայց այդպես կարող են ապահովել այդ ավտորիտար համակարգի այսպես կոչված կենսունակությունը։